մինչև ընտրությունները գնալով ավելի բռնի ձևով ընդդիմության հետ, տեսնում եք, որ ունեն կարտ բլանշ Արևմուտքից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, անեն ինչ որ կուզեն։ Մեր այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանները նույնպես փողը ստանում են արտասահմանից եւ լռում են։ Այսպիսի բան անհնար էր պատկերացնել, օրինակ Ֆրանսիայում։ Դուք հիշում եք Շարլի Էբդո պարբերականի գործը, հիշում եք, երբ նրանք վիրավորեցին Մարգարե Մոհամեդին եւ նրան սպանեցին այդ ժուրնալի խմբագրությունը հարձակման ենթարկվեց։ Խմբագրությունը, այո, խմբագրությունը այդ բառն եմ գալիս։ Այո, հարձակման ենթարկվեցին, նրան սպանեցին, բայց Ֆրանսիայում այո, եւ Ֆրանսիայի ղեկավարությունը ասաց, որ մենք պաշտպանելու ենք մեր խոսքի իրավունքը, անգամ վիրավորելու իրավունքը։ Դա ասաց Ֆրանսիայի նախագահը։ Դրանից հետո եւս մեկ դասախոս մորթվեց, իր գլուխը կտրեցին, որովհետեւ նա դասարանում ցույց տվեց այդ կարիկատուրաները, ծաղրանկարները։ Եվ նորից Ֆրանսիայի նախագահը ասաց, որ մենք պաշտպանելու ենք խոսքի ազատությունը, անգամ վիրավորելու ազատությունը։ Ֆրանսիայում դուք ունեք իրավունք վիրավորել։ Այսինքն Ֆրանսիայում դա պաշտպանում են, իսկ մեզ ենթարկում են այսպիսի բռնության խոսքի համար։ Այսինքն մեզ վերաբերվում են որպես Ֆրանսիայի ուրիշ գաղութների կամ եվրոպական երկրներ ուրիշ գաղութների, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում։ Մեզ կոպիտ ասած դնում են աբորիգենի տեղ, որովհետև իրենց երկրներում նրանք այսպիսի բան չէին հանդուրժում։